Yandex.Go հավելվածում այսուհետ օգտատերերը կարող են տեսնել, թե ինչպես է ձևավորվում յուրաքանչյուր ուղևորության արժեքը ներառյալ բարձր պահանջարկի ժամանակ կիրառվող գնի բարձրացման գործակիցը։ Սա կօգնի օգտատերերին որոշել մեկնել հիմա, սպասել, թե ընտրել այլ փոխադրամիջոց։ Գնի ձևավորման մանրամասների ցուցադրումը ներդրվել է Մրցակցության և Սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի հետ ստեղծված համատեղ աշխատանքային խմբի շրջանակում, որի գործունեությունն ուղղված է շուկայի բոլոր մասնակիցների համար առավել կանխատեսելի և բարենպաստ պայմաններ ստեղծելուն։ Գնի մանրամասներում նշվում են մեքենայի մոտեցման արժեքը, բազային սակագինը, երթուղու ընթացքում րոպեների և կիլոմետրերի ընդհանուր արժեքը, գնի բարձրացման գործակիցը, որը կիրառվում է այն ժամանակ, երբ պահանջարկը բարձր է, իսկ պատվերներ իրականացնող վարորդների քանակը քիչ։ Մանրամասներում արտացոլվում է նաև հավելյալ հնարավորությունների արժեքն, օրինակ մանկական նստատեղի առկայության կամ ընտանիքի ընդհանուր տեղափոխման համար, եթե ընտրված սակագնում հնարավորությունն առկա է։ Գնի մանրամասները տեսնելու համար անհրաժեշտ է երթուղին և սակագինը ընտրելուց հետո սմարթֆոնի էկրանի ձախ վերին անկյունում սեղմել դրամի նշանի վրա։ Այս փոփոխությունը կօգնի օգտատերերին կողմնորոշվել, մեկնել տվյալ պահին, սպասել, օրինակ մինչ նվազեն խցանումները, իջնի պահանջարկը կամ ընտրեն այլ սակագին։